Հանրապետություն իմ մտքով չի կարող երբևիցե անցնել, որ Վրաստանի վարչապետը կամ նախագահան կամ Ադրբեջանի վարչապետը կամ նախագահան ազգային ժողովից մունաթի տոնով ջղաձգված, չգիտեմ ինչպես կարող է այդ երևույթը, հա, արտահայտվել շուրջ 600,000 բնակչության եւ նրանց ասել 10,000 դրամ տամ ինչ ես անում, նախ սկսենք այն բանից դու չես տալու, քո աշխատավարձից չես տալու կամ հորդ կուտակած փողերից չես տալու։ Դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից վճարվող հարկերն են, որոնցով ձևավորվում է կենտրոնական եւ համայնքային բյուջեները։ Մեկ, պարոն Փաշինյան, երկրորդը, այդ 10,000 դրամը դա մեծ գումար չի, կամ էական չի 10,000 դրամը որպես նոմինալ անվանական արժեք։ Ոչ, 10,000 դրամ դու, որ ասում ես տամ թոշակառուներին ինչպես են ծախսելու, դա ձեր խելքի բանը չի, դու կարողացեք ճիշտ եւ արդյունավետ եւ օպտիմալ կառավարեք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն, նոր մտածեք, թե ինչպես են մեր կենսաթոշակառուները կառավարում իրենց թոշակը։ Կամ այն ետ վերադարձը, որ այսպես թե այնպես որոշակիորեն օգտվելու են եւ այն պայմանական ասածը, որ միգուցե 26, 27, 28 թվականին թոշակների բարձրացում լինի, բայց հակառակն է լինելու։ Միայն այն, որ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ Հայաստանի Հանրապետությունում ավանդական թոշակների բարձրացում հասկացությունը չի լինելու, դա արդեն իսկ բավական է հասկանալու համար, որ թոշակառուների թոշակները չի բարձրացվելու Եվ երկրորդը, այո, ծերունական տարիքային թոշակառուների տարիքային շեմը բարձրացվելու է։ Եվ այն, որ ասում է թող բիզնես դնեն, թող էս անեն, թող են անեն։ Պարոն Փաշինյան, ձեր հայրը, որ մահացավ 63 եւ ավելի տարեկան էր, ձեր հայրը բիզնես էր դրել։ Ինչ է նշանակում բիզնես դրեք։ Դու մարդկանց թոշակը տուր, դու մարդկանց թոշակը բարձրացրու, իրապես առողջապահության ոլորտում կենսաթոշակառուների բուժման, դեղորայքի եւ այլ, հետազոտությունների այդ պահպանությունը, այո, դու բարելավի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վճարած հարկերի արդյունքում իրենց մայրերի եւ հայրերի, տատիների եւ պապիների եւ իրենց ազգականների, հաշվանդամություն ունեցող մարդկանց, որտեղ այդ մարդիկ ամենասուր արարելով եւ աշխատելով հարկեր են վճարում։ Ոչ թե որ դուք եւ ձեր կառավարության այրեր եւ առհասարակ ձեր բարձրաստիճան պաշտոնյաները ստանան բարձր աշխատավարձ, պարգևավճարներ, գործուղումներ տուրիստիկ կարգավիճակով եւ այլն, ոչ մենք արարում, ստեղծում, արտադրում, վաճառում ենք, հարկեր ենք վճարում, որ մեր կենսաթոշակառուները ավելի բարեկեցիկ պայմաններում ապրեն եւ միայն այն, որ այսօրվա թոշակառուները, Հայաստանի Հանրապետության շուրջ 600,000-ը, եկեք չմոռանանք, որ անկախության սերունդը չի, նրանք սովետական միության սերունդն են։ Եվ այն ամեն ինչը, որ մենք տեսնում ենք, շենքեր, շինություններ, ենթակառուցվածքներ, արտադրամասեր, այն ամենը, որը սովետական միության ժամանակ կառուցվել է Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետությունը սովետական միության ժամանակ լինելով տարածքով ամենափոքրը, բնակչությամբ ամենափոքր եւ իր տնտեսական հզորությամբ միայն զիջում է Ռուսաստանին, Բելարուսին եւ Ուկրաինային, դա միայն բավական է, որ խոնարհվենք այսօրվա թոշակառուներին, որոնք ժամանակին երիտասարդ են, մեր եւ ձեր տարիքին, Թագուհի ջան, եւ ստեղծում էին, կառուցում էին Հայաստանի Հանրապետություն, այսօրվա թոշակառուներն, որոնք իրականում առհամարանքի եւ անարգի եւ բեռի կարգավիճակով այսօրվա իշխանություններն են պատկերացնում։ Այո, սիրելի թոշակառուներ, Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունները ձեզ համարում են որպես բեռ, հակառակ դեպքում օրվա վարչապետը, օրվա իշխանության ղեկավարը իրավունք չեր ունենա նման տոնայնությամբ եւ նման առհամարանքով տարիքային շեմի գործակիցներ, բիզնես դրեք, ռոկոկո արեք, կոբալտ արեք, 10,000 դրամ տամ, ոնց է, նա անգամ ձեզ տարական տգետի տեղ ա դրել, թե դուք ինչպես պետք է ծախսեք այդ գումարը։ Դուք հասկանում եք այս իշխանության լկտիության աստիճանը, որ անգամ 600,000 եւ ավելի ազգաբնակչությանը դնում է ֆինանսական անգրագետի տեղ, միայն այն, որ մարդը ցածր եկամուտ ունի եւ այն գնաճը, որը Հայաստանում կա, այդ մարդը, որ շատ էլ ցանկանա, չի կարողանա արդյունավետ ծախսել այդ խղճուկ, այդ կոպեկներով թոշակներ, այդ գրոշները,
Եվ Հայաստանի Հանրապետության թոշակառուների պես ֆինանսական գրագետ ոչ ոք չի կարող լինի, որտեղ նրանք կոպեկներով են հաշվարկանում, ես ինքս տեսնում եմ հանրային խանութներում, ես ինքս նույնպես այս երկրի բնակիչ եմ, գնումներ եմ անում։ Ես տեսնում եմ ինչպես են թոշակառուները գներին նայում, ես սրտիցս արյուն է գնում։ Ես տեսնում եմ ինչպես են թոշակառուները կասայում, դողդղալով քարտով կամ ասենք կանխիկ վճարումներ կատարում եւ իրենց ասենք այդ դրամապանակի մեջ նայում են ինչ գումար մնաց։ Եվ այսօրվա վարչապետը լկտիաբար իրեն պայելով երկրի թիվ 1 ամբիոնից նման պահվածքով, նման տոնայնությամբ եւ առանց տնտեսագիտական հիմնավորման վերաբերվել 600,000 ազգաբնակչությանը